Այսպես տակտիլային շփումով տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար կարող ենք այսպես շոշափելով, նաև հեռախոսով մոտենալ, QR-ով, YouTube-ով լսեն եւ նկարի նկարագրությունը, նաև ձայնային էֆեկտներ կան։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախագիծներից էր, նաև Սարեր հասարակական կազմակերպության շնորհիվ մենք կարողացել ենք այս նախագիծը իրականացնել մեր թանգարանում։ 32 թվականից Սարյանը ապրել է այս տանը, հին դաշնամուրը, հին ժամացույցը եւ գրեթե ամբողջ կահույքը, որ Սարյանի օրոք կար, պահպանվել է։ Շատ հյուրընկալ տուն է եղել, տունը միշտ լի էր հյուրերով։ Մարտիրոս Սարյանի եւ իր կնոջ Լուսի Կաղայանի ննջարանը եւ այստեղ ամենուրեք կարող եք տեսնել Մարտիրոս Սարյանի կնոջ Լուսիկի դիմանկարները։ Լուսիկը եղել է Սարյանի մուսան, եղել է իր ընկերը, սիրելի կինը եւ այսպիսի սեր, նամանավանդ որ կարդում ես իրենց սիրային նամակները, նախանձելի սեր է իսկապես։ Մենք հիմա գտնվում ենք հուշային սենյակում, այստեղ կարող ենք տեսնել շատ հետաքրքիր մի նվեր, նվիրել էին Ավետիք Իսահակյանի գրիչը Մարտիրոս Սարյանին։ Ավետիք Իսահակյանը եւ Մարտիրոս Սարյանը շատ մտերիմ ընկերներ էին եւ հետաքրքիր է, որ ապագայում իրենց ընկերությունը նաեւ դարավ բարեկամություն։ Ցավոք սրտի նրանք դրա մասին չեն իմացել, որ իրենց թոռնիկները ամուսնացան, այսինքն Ավետիք Իսահակյանի թոռ Ավիկ Իսահակյանը ամուսնացավ Մարտիրոս Սարյանի թոռնուհու Ռոզան Սարյանի հետ։ Այս ցուցափեղկում ես կառանձնացնեմ այս եգիպտական դիմակը, որը Սարյանը բերել էր իր հետ Եգիպտոսից, գնել էր Մեմֆիս քաղաքից եւ ընդհանրապես եգիպտական դիմակները շատ հաճախ կարող ենք տեսնել Սարյանի աշխատանքներում։ Այս սրահում իր արևելյան շրջանի նկարներն են։ Այս աշխատանքը Սարյանը նկարել է 1915 թվականին։ Հուսալքված ժամանակ աֆեկտի տակ նա ցավոք սրտի այս աշխատանքը որոշեց ոչնչացնի, նա կտրտեց այս կտավը մի քանի մասի եւ բարեբախտաբար այդ ժամանակ իր արվեստանոց մտնում է իր ընկեր Զարդարյանը։ Սարյանին ասում է. Մարտիրոս Սերգեյիչ, այսին չեք արել, սա հրաշալի գործ է, իրեն հանգստացնում է։ Հետո եղավ վերականգնման աշխատանքներ։ Սարյանի արվեստանոցն է։ Այս երկու մոլբերտները Սարյանը բերել էր իր հետ Փարիզից եւ այս մոլբերտի վրա դրված է Սարյանի վերջի աշխատանքը յուղաներկով, որը կոչվում է Հեքիաթ։ Ունենք այստեղ մի փոքրիկ անկյուն աշխատանքային, որը նույնպես պահպանվել է։ Հետաքրքիր ներկապնակ ունենք, որտեղ պատկերված է Ռաֆայել Արամյանի դիմանկարը։